Հայտարարություն է արվում, որ մենք ղեկավար կազմը չի ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր պարգևատրումներ։ Հիմա հարց, բացի տնօրենների խորհրդից, որը ֆիքսեցինք, որ տնօրենների խորհրդի ստացած աշխատավարձը եւ պարգևատրումները, այսպես ասած, չի մտնում սակագնի մեջ, այսինքն Սամվել Կարապետյանը իր գրպանից, իր ներկայացուցիչին տալիս է գումար։ Ինչքան ուզում, ինչքան գնահատում, այնքան տալիս է։ Հիմա թող այդ հարցին էլ պատասխանի, այդ արտահայտությունը չենք ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ, եթե ճիշտ եմ ցիտում։ Ում է վերաբերվում գլխավոր տնօրեն եւ ներքև ով է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո դիմում է գրել ազատման, ընկերությունը գնահատելով նրա 10 տարվա կատարված աշխատանքը որոշակի, այսպես պարգևատրում է տվել որպես գնացող մարդ։ Թող երկրորդ դեպքը մատնանշի, գիտեք, շատ այսպես արվում են հայտարարությունները, ես օրինակ պատրաստ եմ առաջի օրվանից իմ յուրաքանչյուր արած հայտարարությունը յուրաքանչյուր ձեր ցանկացած ժամանակ մեկնաբանել եւ դուք կտեսնեք տարբերություն կա թե ոչ։